Հիմա դուք կարծում եք, որ պետք է գնալ եւ այսպես ուժով վեհապարին հեռացնել այնտեղից եւ դուք ունեք ձեր տեխնացուն, որ ուզում եք նշանակեք, ինչ խնդիր եք այս կերպլություն։ Ես բացառապես չունեմ տեխնացու եւ չեմ պատրաստվում խառնվել, ես չեմ պատրաստվում խառնվել որևէ որևէ բանի, որ այս ինչը դառնա մեր կատեգորիոսը, այն մարդը դառնա ամենօքեվորականը չէ, բայց ինչ վերաբերվում այդ բարեվարկության մասին, այո, պետքա իմ կարծիքով հստակ ինֆորմացիա լինի, որ այդ մարդը բարեպաշտ է, այդ մարդը իրական։ Ես չգիտեմ, այդ կառույցն ինչ-որ կառույցներ կլինեն կամ չգիտեմ, ոնց ինչ-որ ձև պետքա։ Որ պետք է ստուգեն կուսակրոնության ուխտը խախտել է, թե ոչ։ Այո, եւ ոչ միայն կուսակրոնության, եթե ինքը կուսակրոնության ուխտը խախտել է, ինչ է կարծում, ինչքան ուխտեր խախտած կլինի։ Այսինքն տեսեք, մենք բազմամեղներս, մենք բոլորս կարանք լիքը օրինակ սխալներ թույլ տանք, չգիտեմ, օրենքով սահմանված 90 արագության տեղն օրինակ գնանք 95, 5000 դրամ տուգանվենք, բայց մենք բազմամեղ ենք, մենք այսինքն մենք չենք դրել եւ մենք աշխարհի կյանքով ենք ապրում, մենք հոգեվոր կյանքով չենք ապրում ըստ էության, բայց ես ինքս հետևորդ եմ հայ առաքելական եկեղեցու ու ասենք մենք կարանք այդ, բայց իրանք չէ։ Հիմա ոնց որ նույնն է պետական պաշտոնյան կաշառք վերցի։ Իմ համար լրիվ նույն արդյունության վրա է, ինչ ուխտը խախտել են թույլ ուխտերի մասին է խոսքը, ինչ թույլ ուխտերը խախտել է, այդ նույնն է պետական պաշտոնյան կաշառք վերցնի։ Իսկ այդ ուխտը խախտելը նույնն է, ինչ պետական դավաճանությունը գոնե իմ համար։ Հարցը միայն իշխանությանն է հետաքրքրում առհասարակ ժողովուրդը եւ վերջին օրերին արձագանքից պարզ է, որ ժողովուրդն ասում է ու մեղքն է ավելի մեծ, ով որ Արցախը այնպես արել, որ Արցախը կորցնենք, պատերազմի պատճառ է դարձել կամ պարտության պատճառ է դարձել եւ հիմա կաթողիկոսի հարցերն են ուզում լուծել։ Այսինքն այս ձեր թիմի հետ կապված ավելի լուրջ մեղադրանքներ կան եւ եթե հրաժարականի պահանջ է ներկայացում, ապա Փաշինյանի հրաժարականը պետք է լինի։ Կներեք, իսկ ժողովուրդը իշխանություն ասածն ինչ է, իշխանություն ասածն է նույն ժողովուրդն է, այդ նույն ժողովուրդն է մեզ պատվիրակել եւ մի տարի հետո մենք նորից գնալու ենք այդ ժողովրդի դատին։